2022 թվականի դեկտեմբերին Արցախը հայտնվեց լիակատար շրջափակման մեջ, շուրջ 10 ամիս անցավ հումանիտար ճգնաժամի տառապանքի ու մաքարման բոլոր դժվարություններով, ցրտի, սովի, կենսական անհրաժեշտության միջոցների սուր պակասի ու անորոշության պայմաններում, խաբված և դավաճանված Հայաստանի կառավարիչների կողմից, տեսավ միջազգային կազմակերպությունների սահմանած նորմերի և իրավունքների ողջ դատարկությունը աշխարհի անտարբերությունում, և սա խոստացված խաղաղության դարաշրջանի ընդամենը սկիզբն էր։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը վերջակետ դրեց այդքան տարփողված խաղաղության դարաշրջանին։ Այդ օրը խաղաղության մասին բոլոր գեղեցիկ փաթեթավորված խոսքերը հօդս ցնդեցին առաջին պայթյունների հետ։ Արցախը կրկին արթնացավ հրթիռների և հրետանու ձայների տակ։ Ադրբեջանը ներխուժեց Արցախի հանրապետություն։ Ուժասպառ, միայնակ ու անպաշտպան մնացած հանրապետությունը առնաքանվում էր ոչ միայն ագրեսոր թշնամու արկերի բեկորներից խոցված, այլև թիկունքից իր անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի իշխանազավթ կառավարիչների հասցրած հարվածից, անտարբերությունից։ Մաքարող Արցախի համար ամենացավոտը, այո, թշնամու կրակը չէր, ամենացավոտը թիկունքից դավաճանությունն էր և հետո հանդգնությունը, անամոթաբար հայտարարելու, թե արցախցիները չեն կռվել։ Սա այն դեպքում, երբ արցախցիները կատաղի դիմադրություն են ցուցաբերել և թշնամուն հասցրել մեծ վնաս։ 2018 թվականից սկսած ողբերգական իրադարձությունների այս շղթայի վերջը Արցախում իրականացված էթնիկ զտումներ և շուրջ 145,000 արցախցիների բռնագաղթը իրենց հազարամյա բնօրանից։ Իհարկե, այս թվի մեջ մտնում է նաև քառօրյա պատերազմից հետո Արցախի տարբեր բնակավայրերից արտագաղթած մարդկանց թիվը, ովքեր բնաջնջման սպառնալիքի տակ թողեցին հայ ժողովրդի լավագույն զավակների արյան գնով պաշտպանված իրենց տները, քաղաքներն ու գյուղերը, եկեղեցիներն ու գերեզմանները, որոնք այսօր անարգվում ու ավերվում են։ Եվ սրանք դեռ հանդգնություն են էթնիկ զտման հետևանքով բռնագաղթած արցախցիներին սպառնալ և ասել. «Չփախնեիք, բա ինչի՞ չեք մնացել Արցախում»։ Սա արդեն ցինիզմի գագաթնակետն է։ Բռնագաղթից հետո Հայաստանում սկսվեց արցախցիների նկատմամբ պետական մակարդակով ցուցաբերված անբարյացկամ, անհոգի վերաբերմունքն ու անտարբերությունը, հանցավոր անգործությունը, իսկ հաճախ դատարկ խոստումները, անհետ կորածների որոնման, մինչև այժմ Բաքվի բանտերում ամարտկային զրկանքներ կրող գերեվարված, պատանդարված մեր հայրենակիցների ազատության և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Ուզում եմ այս ամբիոնից դիմել մեր ժողովրդի ազատ և անվտանգ ապրելու իրավունքի համար պայքարած, մինչև հիմա իրենց սկզբունքներին և հավատամքին հավատարիմ Ադրբեջանի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, իմ ընկերներին։ Տղերք, ես ձեզ հետ եմ ամեն օր, չափազանցություն չլինի, ամեն ժամ մտքով ու սրտով և հավատում եմ, որ մի օր մենք հանդիպելու ենք։ Ձեր